Իսրայելական ուժերը շարունակում են թիրախ դարձնել Գազայում խաղաղ բնակչությանը։ Հինգշաբթի առավոտյան հարձակման հետևանքով զոհվել ավելի քան 90 պաղեստինցի, այդ թվում երեխաներ։ Իրանի եւ Իսրայելի միջև կնքված հրադադարից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ այդ նույն ավարտը սպասում է նաեւ Պաղեստին-Իսրայել հակամարտությանը։ Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածներից։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Իրանի միջուկային օբյեկտների մասնավորապես ամենապաշտպանված համարվող Ֆորդոյի վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Հագայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայում հրադադարի հաստատման հարցը։ Զելենսկին իր տելեգրամի ալիքում գրել է, որ երկար եւ բովանդակալից հանդիպում է ունեցել նախագահ Թրամփի հետ, շնորհակալություն է հայտնել Թրամփին եւ Միացյալ Նահանգներին։ Զելենսկին նաև գրել է, որ խոսել են այն մասին, թե ինչպես հասնել հրադադարի եւ իրական խաղաղության։ Հանդիպման մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել քրեական պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որին նա անվանել է ռազմական հանցագործ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը սկսելու համար։ Միացյալ Նահանգները հիմք ընդունելով 2025 թվականի հունիսի 9-ից գործող նախագահական հրամանագիրը սահմանափակում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը ահաբեկիչներից, նաև ազգային եւ հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու նպատակով։ Լիովին կամ մասնակիորեն դադարեցվում է նաև որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը, հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով վերջին օրերին միգրացիայի դեպարտամենտի եւ նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ գործակալությամբ իրականացված միջոցառումների շրջանակներում Վրաստանից արտաքսվել է 34 օտարերկրյա քաղաքացի։ Գործակալության հաղորդմամբ Վրաստանից արտաքսվել են Հնդկաստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Իրաքի, Ռուսաստանի, Իրանի, Հորդանանի, Պակիստանի, Ադրբեջանի, Նիգերիայի եւ Մարոկոյի քաղաքացիներ։ Գործող օրենսդրության համաձայն արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։ Սվետլանա Թորոսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։